Կրթության ոլորտում հիմնականում կառավարումը իրականացվում մի քանի աստիճաններով։ Յուրաքանչյուր բուհ, բարձրագույն ուսումնական հաստատություն ունի իր կանոնադրությունը։ Իրականում կանոնադրությունները կարող են նաև լինել տարբեր, կամ մեկ ընդհանուր կանոնադրություն, որը բուհի գործունեության համար է նախատեսված, եւ կարող են լինել նաև ենթականոնակարգեր։ Ենթականոնակարգերը հիմնականում ավելի հստակ ուղղվածություն ունեն, օրինակ էթիկայի կանոնակարգ կարող է լինել օրինակ քննությունների ընթացքում արդարության եւ պլագիատի կանոնակարգեր եւ այլն։ Սա առաջին շերտն է հիմնականում եւ Հայաստանի Հանրապետությունում բուհերը մեծամասամբ ունեն անկախությունը հետևելու իրենց իսկ կանոնադրությանը։ Բուհերից հետո արդեն գալիս է Հայաստանի Հանրապետության օրենքը։ Հայաստանի Հանրապետության օրենքը իհարկե գերակա է անկախ ամեն ինչից կանոնադրություններին եւ ուստի պարտադիր եթե օրինակ որևէ կանոնադրության մեջ կա խտրականության կտոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով այդ խտրականության կտորը պիտի բացառվի կամ հեռացվի, վերանայվի կանոնադրության միջից բուհական։ Եթե արդեն յուրաքանչյուր համալսարանական կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական օրենքի մեջ կան արդեն բացեր, այդ դեպքում արդեն կա կրթության վերաբերվող մի շարք հռչակագրեր, կանոնակարգեր, որոնք որ Հայաստանը ստորագրել է եւ վավերացրել, որովհետեւ մենք նաեւ ունենք ստորագրված, բայց չէ վավերացված հռչակագրեր, այդ դեպքում արդեն հռչակագրերին համապատասխանությունը եւս պետք է պահպանվի։ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում հավասարությունը ընդհանրապես գենդերային հավասարությունը եւ ցանկացած այլ տեսակի հավասարություն դա ապահովում է կրթության մասին օրենքով, բարձրագույն կրթության մասին օրենքով եւ ընդհանրապես հանրակրթության մասին օրենքով։ Այս բոլոր օրենքները հիմնականում համարվում են կրթության մեջ գլխավոր օրենքները, մայր օրենքները, որոնցով որ ամեն ինչը կազմակերպվում է։ Մեր երկրորդ հետազոտության շրջանակում արդեն հիմնականում հետազոտությունը իրականացվել է երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը դա բուհերում կանոնադրությունների համեմատությունը եւ ուսումնասիրությունն է եղել։ Այսինքն հասկանալու համար թե մեր ունեցած ընտրված այս դեպքում բարձրագույն ուսումնական հաստատություններից որոնց կանոնադրություններն են, որոնք որ հնարավորինս կենտրազգայուն են, որոնք որ քարոզում են հավասարություն եւ երաշխավորում են հավասարություն եւ որոնք չեն երաշխավորում հավասարությունը։ Եվ երկրորդը արդեն նպատակն էր հասկանալը, թե այն ուսումնական հաստատությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք որ պատրաստում են մանկավարժներ, այս դեպքում իհարկե խոսքը Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի մասին է, որովհետև իրենք են համարվում համենայն դեպս գլխավոր հաստատությունը, ովքեր որ պատրաստում են մեր ապագա ուսուցիչներին։ Համեմատությունն է մանկավարժական համալսարանի բոլոր առարկայական ծրագրերի եւ դասապլանների, թե արդյոք այս առարկայական ծրագրերը իրավահավասարության մասին որևէ նշույլ ունեն, արդյոք քարոզում են հավասարություն եւ արդյոք պատրաստում են ուսուցչին, քանի որ ուսուցիչների մեծամասնությունը եւս մեկ անգամ կրկնելով կանայք են մեծամասամբ, արդյոք իրենք պատրաստում են ուսուցչին հավասարությունը քարոզելու եւ հավասարություն տարածելու։ Եվ այստեղ իրականում խոսում եմ եւ հասկանում եմ, որ միգուցե քարոզելը այդքան լավագույն բառը չի օգտագործելու, բայց հավասարություն բերելու կրթական համակարգ։ Երբ որ մենք համեմատում ենք արդեն բովանդակությունը, հիմնական հետազոտությունը կենտրոնացել է Երևանի Պետական Համալսարանի կանոնադրության, գլխավոր կանոնադրության, Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի կանոնադրության, Բժշկական համալսարանի կանոնադրության, ինչպես նաև Հայբուսակ համալսարանի կանոնադրության վրա։ Իրականում հետաքրքրականն այն է, որ կանոնադրությունները, ինչպես ասացի, հիմնականում համապատասխանում են իրավական մինիմալ ամենացածր մակարդակին գտնվող հավասարությանը։ Այսինքն այնտեղ կա նշված, որ սեռական բռնությունն է օրինակ արգելվում կամ պատժելի է սեռական բռնությունը, նշում է, որ հավասար են բոլոր ուսանողները համալսարանի օրենքի առջև եւ այսպես շարունակ։ Նույնը վերաբերվում է հիմնականում մնացած բոլոր ուսումնական հաստատությունների կանոնադրություններին։ Այսինքն չկան հստակ ավելի մանրամասն գրված կետեր, օրինակ որ դեպքում է, որն է օրինակ սեռական ոտնձգությունը եւ որն է սեռական բռնությունը։ Նման խորը բացատրություններ իրականում չկան կանոնադրությունների մեջ, սակայն ինչ որ չափով ներկայացնում են հավասարությունը, թե որը պետք է լինի, որ չպետք է լինի, օրինակ դասախոսական անձնակազմի միջև անհավասարություն, որ չպետք է լինի ուսանողական համայնքի մեջ անհավասարություններ, այսինքն մինիմալը մենք ամենայն դեպս ունենք։ Սակայն այստեղ ուզում եմ նշել, որ օրինակ նույն Երևանի Պետական համալսարանը լինելով հսկայական համալսարան ունենալով հազարավոր ուսանողներ եւ միգուցե հազարավոր նաեւ դասախոսական կազմ, օրինակ Երևանի Պետական համալսարանը ունի աշխատավարձի բաշխման սխեմա։ Իհարկե հանրայնացված չեն, թե յուրաքանչյուր դասախոս ինչքան աշխատավարձ է ստանում
որովհետև պարտադիր չէ նման հանրայնացումը, բայց համենայն դեպս նաև դա տանում է նրան, որ մենք երբեք չենք կարող ասել արդյոք կին դասախոսը ավելի ցածր է վարձատրվում, թե քան տղամարդ դասախոսը։ Նման պնդում մենք համենայն դեպս չենք կարող անել, չենք կարող հերքել եւ չենք էլ կարող հստակ ասել։ Այսինքն սա համենայն դեպս բաց է համարյա բոլոր կանոնադրությունների մեջ։ Բացի սրանից նաև օրինակ Բրյուսովի պետական համալսարանում, որտեղ որ մեծամասամբ եւ ուսանողներն են կանայք եւ դասախոսներն են կանայք, այստեղ օրինակ գլխավոր խորհրդի մեջ կնոջ ներկայացվածություն համենայն դեպս վերջին տվյալներով չի եղել։ Չկա քվոտա։ Կնոջ ներգրավվածությունը բարձրացնելու կանանց բարձրացնելու ներգրավվածություն ընդհանրապես քվոտաներ չկան։ Այսինքն ստացվում է, որ մեծամասամբ աղջիկ կամ կին ուսանողներ ունեցող համալսարանի բարձրագույն խորհուրդը ընդհանրապես չունի համալսարանում մեծամասնություն կազմող սեռի կամ գենդերի ներկայացուցիչ։ Սա եւս մի բացասական կողմ է, որ ընդհանրապես չկա համալսարաններում եւ նաեւ չկա միտում դա բերելու, որովհետեւ չի համարվում սխալ, որովհետեւ շատ դեպքերում արժանվույնն է հասնում այդ հաստիքին, սակայն երբեք ոչ մի ուսումնական հաստատություն չի խորանում հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ արժանվույնը սա է եւ ոչ սա։ Այսինքն կանոնադրությունները այդ մասով իրականում շատ մեծ աշխատանքի կարիք ունեն։ Մյուս տեսանկյունից, որ կանոնադրությունների վրա եւ բոլոր այս համալսարանների կանոնադրությունների վրա աշխատանքի մեծ կարեւորություն կա, դա իրազեկումն է։ Որովհետև այո, օրինակ Երևանի պետական համալսարանը ունի առանձին էթիկայի կանոնագիրք։ Հայբուսակ համալսարանը օրինակ ունի բազմազանության, ներառականության եւ հավասարության համար նախատեսված կետեր, որոնք որ կարելի է ասել երաշխավորում են, որ ոչ ոք պետք է որևէ խտրականության չենթարկվի։ Ինչը հայկական հայաստանյան համալսարանների համար իրականում բավականին լավ է նման կետեր ունենալը։ Բայց արդյոք այս կետերը համապատասխանաբար փոխանցվում են եւ կոմունիկացվում են ուսանողներին։ Արդյոք ուսանողը տեղյակ է, որ ինքը չպիտի որևէ մեկին խտրականության ենթարկի կամ չպիտի ենթարկվի խտրականության։ Այսինքն ոչ մի համալսարանում, ոչ մի ուսանող, գրեթե ոչ մի ուսանող, ոչ մի կանոնադրություն չի կարդում եւ տեղյակ չէ իր իրավունքներից եւ պարտականություններից։ Ուստի եթե որևէ կերպ լինի որևէ ձևով անհավասարություն եւ ոչ գենդերազգային վերաբերմունք տվյալ մարդու նկատմամբ, ապա տվյալ ուսանողը չի կարողանալու համապատասխանաբար հասկանալ, թե ում պիտի դիմի նման դեպքերում, որոնք են քայլերի հաջորդականությունը, արդյոք դա սխալ է, արդյոք դա ճիշտ է, որովհետև կանոնադրությունները եւս, ինչպես որ շատ օրենքներ, թղթի վրա են մնում։ Սա հավանաբար գլխավոր խնդիրն է ամբողջ կանոնադրությունների եւ կանոնադրությունների համեմատության մեջ, որովհետև եթե չեն հետևում կանոնադրությանը, ապա նրա իդեալական լինելը եւ չլինելը իրականում արժեք չունի։ Եվ երկրորդ հատվածում իրականում փորձել ենք հասկանալ մանկավարժական համալսարանի առարկայական դասապլանների համապատասխանելիությունը գենդերային հավասարությանը եւ գենդերազգայունությանը։ Ուսումնասիրվել են գրեթե բոլոր բակալավրի եւ մագիստրատուրայի աստիճանների առարկայական դասապլանները, սակայն պետք է այստեղ նշեմ, որ հիմնականում առարկայական դասապլաններից շատ քչերի մեջ է, որ հավասարության մասին ընդհանրապես խոսում են։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք հավասարության մասին կրթական համակարգում, հիմնական տարբերակը կարող ենք մի քանի ձևով այն դիտարկել։ Առաջին տարբերակը դա այն է, որ օրինակ գենդերային հավասարության մասին որևէ առանձին դաս ենք վերցնում եւ դնում ենք որպես պարտադիր առարկա կրթական համակարգում։ Դա կլինի դպրոց, դա կլինի բուհ եւ այլն։ Երկրորդ տարբերակը դա միջսեկցիոնալ դարձնելն է։ Գենդերային հավասարության գենդերազգայունությունը միջսեկցիոնալ դարձնելը։ Ինչ է նշանակում միջսեկցիոնալ։ Նշանակում է յուրաքանչյուր առարկա անցնում է գենդերազգայունության շղարշի միջով։ Այսինքն դու սա տալիս այս առարկայի մասին, այս հատվածի մասին խոսում ես, միայն եթե դա ինքը չի որևէ կերպ տանում դեպի խտրականություն որևէ X կամ Y անձի մարդու նկատմամբ։ Սա երկրորդ տարբերակն է, որին օրինակ շատ երկրներում հետևում են, օրինակ Ֆինլանդիայում եւ Լատվիայում եւ Շվեդիայում իրենք հիմնականում միջսեկցիոնալ տարբերակին են հետևում եւ իրենց մոտ բավականին աշխատում է այս տարբերակը, բայց նաեւ պետք է հասկանանք, որ նույն երկրներում դա տարիների ջանք է եղել, այսինքն մի օր չեն որոշել, որ մենք օրենքը պիտի փոխենք, դարձնենք ավելի միջսեկցիոնալ եւ ամեն ինչ հիասքանչ աշխատել է։ Գենդերային հավասարության ապահովումը կրթական համակարգում ինքը տարիների աշխատանք է տարել այս երկրների կողմից, ուստի մենք էլ որպես երկիր եւ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարողանան տարիների ջանք պատրաստ լինել դնելու, որպեսզի համակարգը կարողանա համապատասխանաբար փոխվի դեպի լավը։ Իսկ արդեն մանկավարժական համալսարանում հիմնականում մի քանի առարկաներ կային, որոնք որ հումանիտար առարկաներ էին ուղղակի, օրինակ հայոց լեզու գրականություն առարկայի մեջ, որ նշվում էր, որ պետք է լինել հավասար, երեխաներին պետք է սովորեցնել, որպեսզի հավասարությունը կարևոր է, համամարտկային արժեքներն են կարևոր եւ այլն։
Սակայն ոչ հումանիտար առարկաներում, բնական գիտություններում եւ այլն սա իրականում այդքան էլ մեծ ուշադրության կենտրոնում ընդհանրապես դրված չէ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ համենայն դեպս ըստ վեբից վերցրած տվյալների ուսուցիչները նաեւ չունեն իրենց իսկ իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ որևէ տեսակի դասընթաց կամ որևէ տեսակի կուրս, որ իրենք անցնում են։ Այսինքն, եթե օրինակ ես լինեմ ուսուցիչ եւ ես պատկերացում չունենամ, որ միգուցե ես ենթարկվեմ որևէ տեսակի կենտրային անհավասարության կամ խտրականության որևէ տեսակի եւ գնամ համալսարանում դպրոցում դասավանդելու եւ ինձ տան ավելի քիչ աշխատավարձ, քան ֆիզկուլտուրայի ուսուցչին, որ տղամարդ է, ես նախ չեմ իմանալու, երկրորդ չեմ իմանալու ինչ անեմ եւ սուսփուս վարելու եմ իմ հանգիստ կյանքը։ Սա իրականում մեծ խնդիր է, որովհետև Հայաստանում ուսուցիչների մեծամասնությունը տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ պարտականություններից, ու դա է նաեւ հանգեցնում նրան, որ շատ բողոքում են, որ երեխաներն են տեղյակ իրենց իրավունքներից եւ պարտականություններից։ Այստեղ շատ մեծ բախում կա աշակերտ եւ ուսուցիչ փոխհարաբերությունների։ Ուսուցիչներին կրթող այս հաստատությունում համենայն դեպս հավասարության ուղիղ խրախուսանք որևէ կերպ հետազոտությունը չի ցավոք բացահայտել։ Երևի վերջին կետը, որ այս երկրորդ հետազոտության մասին շատ կարևոր էր, դա համալսարանական, հատկապես Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում եւ նաեւ մեր բոլոր իրավական ակտերում եւ օրենքներում եւ հանրակրթության մասին օրենքում եւ բարձրագույն կրթության մասին օրենքում, ինչպես նաեւ հանրակրթական, այս բոլոր օրենքներում եւ նաեւ առարկայական պլաններում հստակ նշվում է, որ ուսուցիչը պարտավոր է դաստիարակել սերունդ եւ համապատասխանաբար հասարակական վարք եւ վարվելաձև։ Ինչու համար երևի ես սա պահեցի ոչ դիտմամբ վերջում, որովհետեւ այստեղ հասկանում ենք, որ եթե անհատն է դասավանդում, անհատը հետևում է ընդհանրապես դասապլանի։ Դասապլանի մեջ կարող է գրված լինել շատ հստակ, թե ինչ պիտի արվի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե մենք էթնոգրաֆիկ հետազոտություն չենք անում, այսինքն չենք գնում նստում ուսուցչի հետ տեսնում հատ առ հատ, արդյոք ինքը դասապլանին հետևում է, կամ ինչպես է ներկայացնում տվյալ դասապլանի տվյալ դասը, ինչպես է խոսում Մաշտոցի մասին, Վարդան Մամիկոնյանի մասին, Փարանձեմի մասին եւ այլն, դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակ է այդ մութ անկյունում, որ կոչվում է դասարան եւ արդյոք այնտեղ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքին։ Եթե օրենքը պահանջում է հավասարություն, արդյոք դասարանում հավասարություն կա թե չկա։ Հիմա երբ որ մեր օրենքները բոլորը եւ առարկայական պլանները բոլորը խրախուսում են, որպեսզի ուսուցիչը ձևավորի հասարակական վարք տվյալ երեխայի մեջ, առաջին հարցը, որ դա ծագում է, հետևյալն է, որն է հասարակական վարքը եւ արդյոք հասարակական վարքի բնորոշումը մեկն է։ Միակ տեղը, որտեղ որ հասարակական վարքի մասին նշված որևէ բան կա, դա պետական չափորոշիչի մեջ էր 21-րդ կետը, եթե չեմ սխալվում, եւ այստեղ նշվում է, որ հասարակական վարքը դա իրենից ներկայացնում է գնահատելը բոլոր մարդկանց, իրենց արժեհամակարգը, նաեւ այն, որ տղամարդիկ եւ կանայք հավասար են։ Սա միակ վայրն է, որտեղ որ սա նշված է։ Մնացած բոլոր տեղերում ընդհանրապես բացակայում է վարքի եւ վարվելաձևի իդեան գաղափարը, որին պիտի յուրաքանչյուր ուսուցիչ հետևի, եւ քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն են հետևում, կարդում կամ իրենց պարտավորված զգում հետևելու օրինակ ՀԲՉ-ի այդ կետին, իրենք վարք եւ վարվելակերպ ձևավորելու մեջ տեսնում են այն վարքը եւ վարվելակերպը, որոնք իրենք են համարում իդեալական։ Այսինքն, եթե ես կին եմ կամ տղամարդ եւ ինձ համար օրինակ տղաները, ովքեր որ դառնում են վարսահարդար եւ աղջիկներն, ովքեր որ դառնում են ծրագրավորող, փորձում շատ խտրական ինչ որ մասնագիտություններ գտնել, չպիտի լինի նման բան, եւ դա է իմ տեսած վարքը եւ վարվելաձևը, որ աղջիկը պիտի սիրուն նստի, համեստ պիտի լինի, չպիտի լինի նույն խրոխտը, քաջ, այն բոլոր բառերը, որոնցով որ մենք ներկայացնում եւ բացատրում ենք տղամարդուն մեր դասագրքերում, եթե ես հավատում եմ, որ այդպեսին չպիտի լինի կինը եւ աղջիկը, ես պիտի հետեւաբար իմ աշակերտուհուն պիտի դաստիարակեմ այդպես։ Սա կրթական համակարգում ամենամեծ խտրականության դրսևորումն է։ Սա հիմքն է շատ այլ խտրականության ձևերի։ Ես լուծումը չունեմ, անկեղծ, ես չեմ կարող ասել, որ պիտի հավաքենք բոլոր ուսուցիչներին եւ ասենք, որ մի արեք նման բան, որովհետեւ շատ դժվար է, երբ որ մարդը հավատում է նրան ինչին որ սովորեցնում է։ Բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ սա որպես խնդիր եւ նաեւ հետազոտությունը ցույց տալիս, որ սա բավական մեծ խնդիր է, երբ որ մի քանի իրավական ակտերում, առարկայական
պլաններում, առարկայական տարեկան ծրագրերում իրար հետևից մի քանի անգամ նշվում է, որ ուսուցիչը տվյալ վարքագծի ստեղծողն է, մենք պիտի հստակ հասկանանք, որն է այդ վարքագիծը նախ եւ առաջ եւ նշվի դա բոլոր տեղերում, որպեսզի բոլորը ունենան մեկ հավասար հայտարարի կան, թե որն է այդ վարքագիծը եւ երկրորդը, արդյոք մեր ուսուցիչները պատրաստ են հետեւել այդ վարքագծին, արդյոք այդ վարքագծին իրենք հետևում են իրենք իսկ այդ վարքագծին եւ պատրաստ են դա փոխանցելու երեխաներին, որովհետեւ շատ խտրականության դեպքեր գրքերում չեն, օրենքներում չեն, դասարաններում են կամ լսարաններում, դասախոսների կողմից են կամ ուսուցիչների կողմից են կամ տնօրենների կողմից են, այսինքն նորից վերադառնում ենք այն կետին, որ միայն հետազոտություն անելը ինքնին բավարար չի, հետազոտությունը պետք է վերցնել եւ գործողությունները համապատասխանաբար իրականացնել եւ իրականացնել այնպես, որ ոչ մի տեղ չմնա կետ, որը որ ընկալելի է, որը որ ես կարող եմ ինտերպրետացնել ինչպես որ կցանկանամ, այդ դեպքում հաստատ խտրականությունը լինելու է։